Հուլիսի 9-ին ժամը 3:15-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ ստացվեց։ Բուժօգնության էին դիմել 2 երիտասարդ։ Մեկի վերքը անոթափոսի հատվածում էր անոթի վնասումով, մյուսինը կրծքավանդակին, որովայնին և աջ ձեռքին։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց հիվանդանոց։ Դժողների հետ զրուցելն անհնար էր։ Կատարվածի հանգամանքները պարզելը հրատապ։ Ձեռնարկված միջոցառումներով Մաշտոցի քրեական հետախույզները գտան դեպքի վայրը։ Ըստ նախնական տեղեկության հիվանդանոց տեղափոխվածները Մարգարյան փողոցի այս հատվածում էին վնասվածքները ստացել։ Օպերատիվ հարցումների արդյունքում ոստիկանները պարզեցին, որ նրանց և անհայտ անձանց միջև վիճաբանություն էր եղել։ Վեճի պատճառին դեռ կանդրադառնանք։ Այժմ լսենք բացահայտմանը մասնակցած քրեական հետախույզին։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցինք, որ վիճաբանության մյուս կողմը դեպքի վայրից հեռացել էր սպիտակ գույնի Mercedes Magnus-ի ավտոմեքենայով։ Ավտոմեքենան հայտնաբերեցինք դեպքի հաջորդ օրը։ Զուգահեռ պարզեցինք վիճաբանության մյուս կողմի մասնակիցների և կասկածյալի ինքնությունը։ Որոնողական աշխատանքների ընթացքում նրա հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում Արտուր Սարգսյանը ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին։ 21-ամյա Արթուրի խոսքով հարվածել էր գետնից վերցրած ինչ-որ առարկայով։ Ըստ նախնական տվյալների, մինչ այդ նա եղբոր և ընկերոջ հետ Ծառևտրի կենտրոնից գնումներ էր արել։ Ներսում նրանց և այլ գնորդների միջև խոսակցություն էր սկսվել ուսով ուսին դիպչելու պատճառով։ Խոսակցությունը, որ շարունակել էին դրսում, վերածվել էր քաշքշուկ ծեծկռտուքի, ինչի հետևանքով մյուս կողմից 2 երիտասարդ կտրած ծակած թափանցող վերքերով տեղափոխվեցին հիվանդանոց։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։ Արթուր Սարգսյանը կալանավորված է, կատարվում է նախաքննություն։